Բարձր ֆակտոր TV հյուրը քաղաքական վերլուծաբան Բորիս Նանասարդյանն է, ողջույն, պարոն Նանասարդյան, Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը եւ նախնական տեղեկությունների համաձայն, այսպես պայմանական ասած Թրամփի ուղու հիմնարկեքը պետք է տեղի ունենա այդ ընկերության ստեղծումը, ինչպես նաեւ էներգետիկ, արհեստական բանականության ոլորտներում համաձայնագրերի, պայմանագրերի կնքում ընդհանրապես ինչպես է դուք գնահատում այս այցը, ինչ նշանակություն ունի, ինչու են գալիս, ինչ ասես համատեքստ ունի։ Նախ ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ այդ կարգի բարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյա Հայաստան դեռ չէր այցելել։ Ինչ այդ ռեկորդը դա պետքարտուղարն էր։ Հիլարի Քլինտոն։ Մինչ այդ էլ Բեյքերը 90-ականների սկզբին, այն դեպքում, որ ասենք Ադրբեջան Չեյնիներ որպես փոխնախագահ այցելել, իսկ Վրաստանը անգամ նախագահի այցելությանն է արժանացել։ Եվ իհարկե մեծ պրակտիկ նշանակություն ունի։ Մենք գիտենք օրակարգի հիմնական ուղղությունները, դուք դրանք նշեցիք, եւ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն այդ համագործակցության մեծ նշանակություն է տալիս եւ արհեստական բանականության զարգացման եւ դատա կենտրոնների ստեղծման եւ էներգետիկ ոլորտում ներդրումների եւ նաեւ իհարկե հաղորդակցությունների ապաշրջափակման, թեև մենք գիտենք մոտավորապես ինչ է լինելու, բայց կարծում եմ, եթե այցելում է որևէ երկիր ԱՄՆ փոխնախագահ, դա նշանակում է, որ լինելու են նաև ինչ-որ սյուրպրիզներ։ Եվ կարծում եմ սյուրպրիզները դրական են լինելու, այնպես որ ինչ-որ մի բան գիտեք։ Անհամբերությամբ սպասում եմ, ես չգիտեմ իհարկե, բայց ես կուզենայի, որ լինեին սյուրպրիզներ, ասենք որպես անլուրջ բան չհամարեք, քանի որ ԱՄՆ-ն եւ իր ղեկավարները այսօր խաղաղության կողմնակիցներ են եւ հաշվի առնելով կրոնի նկատմամբ վերաբերմունքը Վենսի, միգուցե խաղաղություն կհաստատվի նաեւ Հայաստանի աշխարհիկ իշխանությունների եւ Էջմիածնի միջեւ։ Դա ցանկություն է ընդհանրապես։ Դա ցանկություն է ընդհանրապես, ես որևէ տեղեկություն դրա մասին չգիտեմ։ Ես անկեղծ ասած մի այլ բան այս ձեր խոսքի ընթացքում սկսեցի կասկածել, սա կասկածելու տրամաբանության մեջ չէ ոչ թե պնդում կամ նույն ինֆորմացիա, այլ Հայաստանն եւ Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հետաքրքիր կլիներ, եթե ստորագրեն օրինակ Վենսի այցի ժամանակ, որպես շարունակություն, այսպես ասենք, օգոստոսի 8-ի, կա այդպիսի հավանականություն, Ադրբեջանը ընդհանրապես պատրաստ է ստորագրել ինչ-որ իմաստով հետ քայլ անելով սահմանադրության փոփոխության իր պահանջի հետ համակցելուց։ Ես չի ասի, որ դա հետ քայլ կլինի, հետ քայլը կայանում է նրանով եւ դա ընդհանրապես մարտավարություն է հայ-ադրբեջանական նորմալացմանը գործընթացում, որ այն ինչ մեկ քայլով էր ի սկզբանե պլանավորվում անել, այսինքն միանգամից համաձայնեցնել եւ ստորագրել։ Հիմա բաժանել են մի քանի փուլերի, սկզբից համաձայնեցվում է տեքստը, հետո նախաստորագրվում է, նախաստորագրում չէր նախատեսված ի սկզբանե, հետո ստորագրում են, հետո հաջորդ փուլով արդեն վավերացնում են։ Այսինքն անհրաժեշտ է երևի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի հանրություններին ցույց տալ այդպես հետեւողական առաջընթացը։ Որտեւ եթե ասենք տեքստը համաձայնեցնեին ինչպես եղել 2025-ի սկզբին եւ ոչ մի բան տեղի չէր ունենա մինչեւ վերջնական վավերացումը, երևի ինչ որ հոգնածություն կլիներ գործընթացից եւ անհամբերությունը նաեւ կառաջացնել անորոշության զգացում եւ միգուցե վտանգի զգացում, բայց այսպես երբ մենք տեսնում ենք մեկ քայլը մյուսի հետևից, կա ավելի մեծ վստահություն, որ գործընթացը իր տրամաբանական ավարտին վաղ թե ուշ կհասնի եւ այդ առումով ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ մինչեւ Հայաստանի ընտրությունները խորհրդարանական ստորագրվի պայմանագիրը, թողնելով վավերացումը արդեն ընտրություններից հետո կամ սահմանադրական հանրաքվեից հետո ես կգերադասեի, որ սահմանադրության հետ այդ գործընթացը չկապվի, թեև առայժմ հենց այդպիսի կարծես թե
ակնկալիքներ կան Բաքվում, սակայն չեմ բացառում եւ կարծում եմ տրամաբանական եւ օգտակար կլիներ, եթե ընդհանրապես Սահմանադրության հանրաքվեի հետ այդ հարցը չկապվեր։ Քանի որ եթե մենք ունենք համաձայնեցված տեքստ, եթե մենք ունենք նախաստորագրված տեքստ, եթե մենք ունենք ամառվա Աբու Դաբի պայմանավորվածությունը այլևս ուժ չգործադրել իրար դեմ, եթե այս պարագայում ընտրություններում հաղթում է այն քաղաքական ուժը եւ այն առաջնորդը Հայաստանում, որը այդ ամեն ինչը ապահովել է, հա, կոնկրետ քայլերով, դա նշանակում է, որ նաեւ Հայաստանի հասարակությունն է աջակցում այս գործընթացին։ Մենք այստեղ ընդհատում եմ, բայց շատ կարևոր է նշել, Փաշինյանը բաց ասում է Ղարաբաղյան շարժումը փակված է, կոնֆլիկտը փակված է, հարցը փակված է։ Ընտրությունը ինչ-որ հարաքվե չի այդ խոսույթի նույն։ Ավելին ասեմ, մանավանդ եթե մինչ այդ նաև հրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, որտեղ հղումը մանկախության հռչակագրի կամ գոնե այն մասահղման, որը կասկածներ առաջացնում, որ Հայաստանը շարունակում է ունենալ տարածքային պահանջներ, չլինի։ Դա արդեն կլինի քաղաքական կամքի դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ եթե այդ իշխանությունը պահպանվում է Հայաստանում, դա արդեն նշանակում է, որ հարցը կարելի է լուծված համարել, մանավանդ որ մենք շատ լավ հասկանում ենք, որ Սահմանադրությունը միգուցե Ադրբեջանի համար է հենց այդ դրույթով կարևոր, բայց մեզ համար այն կարևոր է բազմաթիվ այլ դրույթներով եւ մենք անկաշկանդ կարող ենք քննարկել Սահմանադրության այլ բաժինները ըստ նրա ինչքանով դա համապատասխանում է մեր ակնկալիքներին եւ ես կարծում եմ, որ Սահմանադրության հիմնական կետը մեզ համար, հայաստանցիների համար ոչ թե այդ հղումն է կամ դրա բացակայությունը, այլ ինչպես է երաշխավորվում իշխանությունների տարանջատումը Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներով։ Դա կարծում եմ ամենակարևոր հարցն է այսօր, քանի որ ներկա գործող Սահմանադրությունում դա երաշխավորված չէ։ Եվ կարևորում եք հավանաբար նաև Նիկոլ Փաշինյանի ասած սուպերվարչապետական համակարգի չգոյությունը, հա։ Այո, իհարկե։ Բայց դա էլի այսպես վերված թեմա է մեր։ Ну տեսեք, եթե ամեն դեպքում անգամ դա պահպանվի կամ լուծում չստանա, բայց կպահպանվի կարևորությունը անկախության հռչակագրի հղման, ապա մարդկանց տրամադրվածությունը կլինի հենց դրա մասին մտածել, հա, եւ դրա հետևանքների մասին մտածել, այլ ոչ թե մեզ համար ներքին քաղաքական կյանքի համար կարևորագույն հարցերի։ Այ պարոն Աղասարդյան, դուք չունեք արձանագրում, որ այսօրվա հատկապես խորհրդանական ընդդիմությունը իր խոսույթով ուժեղացնում է Փաշինյանի դիրքերը նույն խորհրդանական ընտրություններում, այսպես ասենք, խաղաղության ջահը վերցնելու կոնտեքստում։ Այնպիսի խոսույթ կարելի է հաճախ լսել, որոնք նույն ԿՊԱ-ականները շատ հեշտորեն թիրախավորում են որպես կոնֆլիկտացին, պատերազմամետ եւ այլն, ասենք, որը մեկը անարժանապատիվ խաղաղություն չի ուզում, էլի, բայց ունենք այն, ինչ որ ունենք, փաստը այն է, եւ եթե լսենք, հաճախ կարող է տպավորություն ստեղծվել, որ արժանապատիվ այն կլինի, որ հաղթենք նոր դրանից հետո կնքենք պայմանագիր։ Այս թեման ընտրությունների համատեքստում դուք ինչպես եք դիտարկում։ Այդ թեման կա ընտրություններում, բայց գնալով ես նկատում եմ դա ավելի շատ դրսևորվում է հենց իշխանության ներկայացուցիչների խոսույթում, այսինքն նրանք շարունակում են մեկնաբանել դիրքորոշումները անդիմության այնպես ինչպես իրենց է ձեռնտու, իսկ իրենց ձեռնտու է ցույց տալ, որ իշխանության են գալիս պատերազմի քաղաքական ուժերը։ Այն դեպքում, որ մենք տեսնում ենք որոշակի դինամիկա, ես կասեի դրական դինամիկա անդիմադիր կուսակցությունների եւ ուժերի խոսույթում, որ փորձում են իրենց մեկնաբանությունը եւ իրենց մարտավարությունը ներկայացնել կապված արդեն իսկ եղած համաձայնություններին։ Մերժումից, կտրուկ մերժումից անցնում են կամաց-կամաց մեկնաբանությունների եւ մարտավարական առաջարկությունների
Դա կարծում եմ դրական է, դա ավելի կառուցողական կարող է դարձնել ամբողջ նախընտրական պայքարը, եթե իհարկե այդ նախընտրական պայքարից դուրս գան վիրավորանքները եւ դրա հույս չունենանք երևի անկեղծ խոսենք հիմիկվանից տրամադրվենք որ դե ես ինձ թույլ եմ տալիս այդ հույսը պահպանել շատ լավ է տեսեք դե բայց գալիս է ինչպես եւ Վենսի գալու հետ կապված իմ ցանկությունը։ Այցի հետ կապված։ Գալիս է հետո, բայց, այո, խաղաղություն, բայցից հետո այնպիսի պայմաններ կարող են հաջող բերվել, ասենք, բայց Ադրբեջան դուրս գա Հայաստանի տարածքից, զավթված տարածքներից նոր կնքենք, բայց մեր գերիներ վերադառնան, նոր կնքենք։ Լավ ցանկություններ են իրապես եւ հրաշալի կլիներ, եթե դրանք իրագործվեն, ինչքանով է հնարավոր նման, ասես պայմաններ դնել, ինչ է կարծում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են շատ պես արագ տեմպերով եւ արդեն մենք հասել ենք այնտեղ, որ միգուցե առանց հարաբերությունների նորմալացումը երաշխավորող փաստաթղթի մենք կարող ենք հասնել փակուղի։ Այսինքն, եթե մենք զբաղվում ենք առևտրով իրար հետ, եթե մենք մտածում ենք էներգետիկ համակարգերի միացման, ոչ թե միավորման, այլ միացման, ինձ թվում է այդ բառերը պետք է հստակ հասկանալ, չեն միավորվում, այլ միացվում են իրար, հա։ Եվ խոսում ենք նրա մասին, որ այլ նաև տնտեսական կապեր կարող են հաստատվել։ Այդ տնտեսական կապերը չեն կարող արդյունավետ գործել, եթե չկա երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ Դիվանագիտական հարաբերությունները գոնե մեր պարագայում մենք ԽՍՀՄ եւ Ճապոնիա չենք, ցավոք, հա, որ չլինի խաղաղության պայմանագիր, բայց լինեն դիվանագիտական հարաբերություններ եւ սերտ համագործակցություն, այնպես որ մեր կոնկրետ պարագայում եւ հանգամանքներում հարաբերությունների նորմալացման մասին կամ պետությունների միջև հարաբերությունների ձևավորման մասին պայմանագրի այդ գործընթացը չի կարող արդյունավետ շարունակվել։ Պես որ դա անհրաժեշտ է։ Դա պարզապես անհրաժեշտ է, եթե դա ձգվում է, ուրեմն ձգվում է բազմաթիվ այլ հարցերի լուծումը, այդ թվում նաև հաղորդակցությունների ապաշրջափակման եւ այլն։ Երկրորդ հանգամանքը, որ պետք է հաշվի առնենք, ելնելով նաև մեր հարևանների փորձից, որ սահմանազատման գործընթացը շատ դեպքերում տարիներ է տևում։ Եվ եթե մենք խոսում ենք Ադրբեջանի կողմից վերահսկվող Հայաստանի տարածքների մասին, ապա դրանց հարցը վերջնականապես կարող է լուծվել միայն սահմանազատման պարագայում։ Իսկ եթե դա այդ գործը ձգվում է, իսկ մենք սպասում ենք հենց դրան, ուրեմն էլի պարզ չի, թե երբ կարող ենք հաստատել նորմալ միջպետական հարաբերություններ։ Պես որ ես այդ թեմաները իրար չէի կապի։ Բացի դրանից, եթե պայմանավորի իրարով։ Այո, չէի պայմանավորի իրարով։ Փակուղի չմտցնելու նպատակով։ Հենց փակուղի եւ գործընթացը չընդանդաղեցնելու նպատակով։ Բացի դրանից, միայն եթե այդ կապերը ամրապնդում են եւ մենք սկսում ենք լուրջ հետաքրություններ ունենալ իրար նկատմամբ, ես կարծում եմ դա այն մթնոլորտն է ձևավորում, երբ կարող ենք խոսել նաեւ պահվող անձանց վերադարձի մասին։ Առայժմ ես երբ մտնում են առճակատման որոշ դրվագներ, սպասել, որ Ադրբեջանի հանրությունը, ոչ միայն իշխանությունները, ըմբռնումով կմոտենան, ասենք, պահվող անձանց վերադարձին, երևի միամիտ կլիներ եւ պետք է երևի հասկանանք այն զգացմունքները, որ կան ադրբեջանական հասարակությունում։ Նրանք չեն էլ խորանում։ Մենք շատ դեպքերում ասում ենք, որ դատավարությունները չեն անցնում իրավունքին համապատասխան եւ այլն, բազմաթիվ նաեւ պրոցեսուալ խախտումներ կարող են լինել այնտեղ, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանում բնակչության կամ հասարակության մեծամասնությունը չի էլ հետաքրվում իրավական հանգամանքներին։ Նրանց համար այդ մարդիկ խորհրդանշում են անգամ այդ խոսքը թույլ կտամ ինձ օգտագործել վրեժը։ Մենք վրեժ ենք լուծում մասնավորեցված, անձնավորված այդ մարդկանցով։ Եթե մենք չենք կարողացել ավելի
ես մենք ասելով նկատի ունեմ Ադրբեջանի իրենց տեսանկյունից հարցի եթե մենք չեն կարողացել այլ զիջումներ ստանալ, ապա գոնե սա։ Միգուցե շատ ցինիկ է հնչում իմ ասածը, բայց ես կարծում եմ հոգեբանության եւ ընկալումների մեջ այդ հանգամանքը կա։ Եվ այն կհաղթահարվի միայն այն դեպքում, երբ համագործակցության մեջ կտեսնեն ավելի մեծ առավելություն, ավելի մեծ նվաճում եւ ավելի մեծ օգուտ, կան ցանկացած ավար պատերազմից հետո։ Բայց ինչքանով են արկա շանսեր, որ այդ մտածողության փոփոխությունը կլինի Ադրբեջանում, պատժելու, չգիտեմ, նսեմացնելու հաճախ տրամաբանությունը մի կողմ թողնել եւ անցնել համագործակցության։ Հիմա իմ հարցը, որ լսեն տարբեր ազգայնական այսպես զգացմունքներ ունեցող մարդիկ կարող են ասել դուք մուրում եք խաղաղություն, ենթադրենք, հա, այսինքն երկու կողմում էլ այս ծայրահեղ մոտեցումները կան, երբ որ փորձում ես բերել հարցը համագործակցային դաշտ, դա երկու կողմից էլ ըստ էության ստացվում է, թիրախավորվում է իբրև մուրալու եւ զիջելու եւ ծնկելու եւ ստորանալու տրամաբանություն։ Մենք կարող ենք իհարկե տարբեր բառեր գտնել, որոնք նվաստացնում են մեր, հա, պատկերացումները ամեն ինչի մասին, եւ առաջին պլան են մղում, թե ով է ավելի շատ շահում, ով է ավելի քիչ շահում, ով է ումից ինչ ստանում, ով է ում ինչ զիջում, հա, բայց ես կարծում եմ, որ մտածելակերպի մեջ եւ մեզ մոտ եւ Ադրբեջանում լինելու է փոփոխություն եւ այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ մտածելակերպի մեջ իմ նշած ավելի մեծ տեղ է զբաղեցնում եւ գրավում փոխադարձ օգուտը, փոխադարձ շահը, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու միտումը։ Ի վերջո մարդու ուղեղը թեև ասում են, որ համարյա անսահմանափակ հնարավորություն ունի, բայց այդ ուղեղում ինչն է ավելի մեծ տեղ զբաղեցնում, այստեղ կարևոր է եւ ես կարծում եմ, որ այն գործընթացը, որ իրականատեսնենք մենք, տանում է այնտեղ, որ մտածելակերպում հիմնականում փոխադարձ օգուտի եւ դրա հստակ տեսլականի արկայությունը գերակշռող եւ դա դավաճանություն չի մեր կողմից թե իրենց կողմից։ Մեր կողմից եւ իրենց կողմից։ Մեր, այսպես ասենք, պատմական առաքելությանը, այսպես Նու նայած ինչ առաքելություն են գտնում, ըստ իս մեր առաքելությունը ունենալ բարգավաճ եւ խաղաղ եւ երկիր, որտեղ քաղաքացիները երջանիկ են եւ ում իրավունքները պաշտպանված են բոլոր առումներով, հա։ Եթե դա ծնկի բերելու այդ պատմական դերը, որ մենք պետք է կատարենք եւ նրանք պետք է կատարեն։ Ես կարծում եմ, որ դա այն առաջնահերթությունն է, որը երբեք չի կարող երաշխավորել իմ նկարագրած երկիրը։ Ամերիկյան դերակատարությունը կարելի է ասել, որ ինչ որ իմաստով հիմա որոշակի փափուկ հարկադրանք կա ԱՄՆ-ի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նախ չպատերազմել, երկրորդ գործակցության գնալ, հեչ չեղած Ալիևը չէր էլ թաքցնում, որ 907 բանաձևի չեղարկման նպատակով է նաեւ այսպես ասենք տրանզիտի արգելքը հանվել դեպի Հայաստան։ Դե եթե շարունակենք պատասխանել ձեր նախորդ հարցին, ապա հենց այդ կարծրատիպերն են կամ միգուցե կարծրացած մտածելակերպը, որը կա կամ կար եւ Հայաստանում եւ Ադրբեջանում, կարծում եմ առայժմ կա, խոչընդոտում էր անգամ այն բանական պատկերացումները, որ փոխադարձ շահը եւ փոխադարձ օգուտները ամենակարևորն են։ Հա, եւ դա կարծում եմ անգամ եթե գիտակից մարդիկ դա հասկանում են, դժվար էր հաղթահարել այդ սահմանը եւ հասնել համաձայնության։ Երկկողմանեորեն դա դժվարացնում էր իհարկե նորմալացման գործընթացը, ինչպես նաեւ վստահության պակասը երկկողմանի հարաբերություններում եւ 44 օրյա պատերազմից առաջ եւ դրանից հետո եւ անհրաժեշտ էր գործոն, որը ասենք իր կամքով կարող էր դա հաղթահարել
այսինքն բերել կողմերին մի դաշտ, որտեղ այդ արգելակները այլևս չեն աշխատում եւ փաստորեն այդ գործոնը դարձավ ԱՄՆ նախաձեռնությունը եւ անձնապես Դոնալդ Թրամփի այդ հարցերը արագ եւ վճռականորեն լուծելու ցանկությունը։ Դա մենք կարող ենք տարբեր ձևի գնահատել ԱՄՆ-ի գործունեությունը աշխարհի տարբեր մասերում, բայց որ մեր պարագայում դա շատ դրական եւ կարեւոր դեր խաղաց եւ առանց որի միգուցե մենք դեռ երկար, եթե չասեի անվերջ գտնվելու ենք առճակատման ռեժիմում, երևի դա շատ հավանական կդառնար։ Տեսեք, նաև պարոն Քոչյանը ամենամեծ սպառնալիքն է որակում Թրամփի ուղին Հայաստանի համար, այն կոնտեքստում, որ վերջերս ասուլիս էր եւ ամերիկացիները գալիս են Իրանի սահման։ Այստեղ ես ավարտեմ փաստարկները, հասկանալի է ինչ նկատի ունի եւ սա առաջին անգամ չի հնչում։ Ինչ եք դուք մտածում։ Հետո ինչ որ գալիս են Իրանի սահման։ Դե կլրտես են, չգիտեմ, Իսրայելի գործոն կա, ԱՄՆ-ն կհետևի երևի։ Այդ 43 կիլոմետրն են Իրանին մտահոգում առաջին հերթին։ Հա, կան խոսակցություններ, որ Ադրբեջանի եւ Իրանի սահմանը, որը շատ ավելի երկար է, նույնպես սպառնալիք է Իրանի համար, հա, քանի որ Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի հետ, այդ խոսակցությունները կարծում եմ անիմաստ է, վերջո այն կառույցը ամերիկյան, որ ամերիկա-հայկական, որը ձևավորվում է, ցավոք ոչ այն համամասնությամբ, որ մենք կցանկանայինք իհարկե, դա էլ պետք է ճանաչենք եւ ընդունենք եւ այստեղ անդիմության քննադատությունը միգուցե տեղին է, բայց կարողացել ենք այն անել, ինչ կարողացել ենք, բաց թողելով բազմաթիվ հնարավորություններ մինչև այդ համաձայնությունը եւ ամեն դեպքում այդ ընկերությունը ինքը լուծելու է զուտ հաղորդակցական տնտեսական խնդիրներ, դա ակնհայտ է եւ չեմ կարծում, որ այդ ընկերության գտնվելը նաեւ մեր տարածքում Իրանի համար իրական սպառնալիքներ եւ վտանգներ պարունակում։ Այսինքն դա սպառնում է Իրանին եւ Իրանը սպառնում է մեզ, հա։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, Չինաստանին եւ Ռուսաստանին պետք է ներգրավել։ Սա ոչ միայն պարոն Քոչարյանը օրերսը չհեստում, այլև Սամվել Կարապետյանի եղբորորդին։ Դե եթե մենք համարեինք, որ այդ 43 կիլոմետր այդքան վճռական նշանակություն ունի, միգուցե կարելի էր այդպես մտածել, բայց ես կարծում եմ, որ հաղորդակցությունների ապաշրջապակումը դեռ շատ հնարավորություններ է տալիս Հայաստանի ցանկացած գործընկերներին ներգրավել գործընթացի մեջ եւ ունենալ իրենց մասնակցությունը այս ամեն ինչում, այսինքն առայժմ լուծված է միայն այդ 43 կիլոմետրի հարցը, կա դեռ Նախճիվանով երկաթուղի, կա Նախճիվանից Հայաստան մտնող այդ կտորը, որը վերականգնման կարիք ունի, ել չեմ խոսում Հայաստանի հյուսիսում եւ հյուսիսում գտնվող հաղորդակցությունները, որոնք նույնպես սպասում են վերականգնման եւ շահագործման, պես որ, ինչպես ասում են, welcome, եթե պատրաստ եք ներդրումներ կատարել եւ նպաստել Հայաստանում հաղորդակցությունների զարգացմանը, կարծում եմ Երևանը դրան պատրաստ կլինի, պես որ չէ, էլի։ Ես ուզում եմ նաեւ հիշել, եթե խոսում ենք Հայաստան եւ Իրան սահմանին, որ հենց Ռոբերտ Քոչարյանն ի ժամանակ էր, չէ, պայմանավորվում այնտեղ հաղորդակցություններ անցկացնել եւ այն ժամանակն էլ մտավախություններ կային, որ դա կտրելու է մեզ Իրանի հետ սահմանից, բայց ես կարծում եմ, որ կան բազմաթիվ եւ տեխնիկական եւ այլ լուծումներ, որոնք թույլ կտան արդյունավետ օգտագործել եւ Հայաստան-Իրան սահմանը։ Բայց պարոն Քոչյանը ամերիկացիների չէր բերում։ Ամերիկացիներին չէր բերում, բայց նաեւ պարոն Քոչարյանը, եթե մենք ավելի որպես կառուցողական գաղափարներ մեկնաբանենք իր մամուլի ասուլիսը, ինքը խոսում էր նաև թրիփ 1, թրիփ 2, թրիփ 3 հասկացությունների մասին եւ տվյալ պարագայում մենք խոսում ենք իմ հասկացածով իր ասածը լուծված է միայն թրիփ 1-ի հարցը։
TRIP 2 եւ TRIP 3-ի հարցերը պայմանական անունով դեռ կարող են լուծվել եւ այստեղ ես կարծում եմ եւ կրկնեմ այլ գործընկերների ներգրավման համար բազմաթիվ հնարավորություններ կան։ Իսկ վերջին հարցը Իրանի եւ մեզ համար սպառնալիք է, քանի որ գեոպոլիտիկ բախում է առաջանում, ինձ կբացատրեք օրինակ տրամաբանությունը, որ Ռուսաստանին ու Չինաստանն էլ ենթադրենք ներգրավել այդ նախագծում գեոպոլիտիկ բախում չի առաջանա, աջապսանդալի պես մի բան է էլի առաջանա, ԱՄՆ-ը դուք պատկերացեք Սյունիքում։ Դա աջապսանդալը իր հերթին պարզ է, որ այդպիսի փոքր հատվածի համար ներգրավել բազմաթիվ խաղացողներ աբսուրդ է։ Եվ ես ավելին ասեմ, որ իհարկե ցանկալի էր, որ ամբողջությամբ այդ ճանապարհը կառուցվեր Հայաստանի կողմից։ Միանշանակ։ Բայց դրա համար պետք էր նախորդ տարիներին ինչ որ աշխատանք կատարել եւ պատրաստ լինել արդեն ավելի քիչ ներդրումներով ապահովել ապաշրջապակումը այդ տարածքում։ Փաստորեն դա չի արվել ոչ նախորդ իշխանությունների կողմից, միայն խոսակցությունների մակարդակով, ոչ էլ առավել եւս ներկա իշխանությունների մասին եւ երևի կլինեն գոնե հատուկենտ հիշողներ մեզ լսողների մեջ, որ կվկայեն, որ դեռ 3-4 տարի առաջ Բորիս Նավասարդյանը ասում էր, որ այնտեղ պետք է գոնե ինչ-որ աշխատանքներ սկսել, որպեսզի հետագայում ներդրումների չափերը այդքան ներդրումների պահանջի չափերը այդքան չլինեին ինչպես այսօր եւ մենք չունենայինք ընդամենը 26%, հա, մասնաբաժին, այսինքն դու ստանում ես այն տոկոսը, որը այս պահին պատրաստ ես ներդնել։ Եթե մեր աշխատանքները կատարված ավելի շատ լինեին, բնականաբար մենք կարող էինք հավակնել շատ ավելի մեծ տոկոսների եւ այդ խոսակցությունը, որ ԱՄՆ-ն չափազանց մեծ մասնակցություն է ունենալու, իմաստ չի ունենա եւ շատ կարճ նաեւ վերադառնանք Իրանի թեմային, եթե չլինի դա, Իրանը չի ստանալու օբյեկտիվորեն, չի ստանալու դեպի Սևծով ելք։ Այդ ամբողջը պիտի իրականանա, որպեսզի Իրանը Ջուլֆայով, Նախճիվանի տարածքով, հետո Հայաստանի տարածքով մուտք ունենա դեպի Սևծովյան նավահանգիստներ, որը Իրանին շատ է պետք։ Պես որ ինչ որ բան կորցնում ես, ինչ որ բան շահում ես։ Հա, Իրանը կորցնում է հնարավորությունը լինել մենաշնորհատեր, որ իր տարածքով միայն հյուսիս-հարավը անցնի, ու բացառությամբ ասենք այն վրացական ճանապարհին, բայց շահում է հյուսիս-հարավ ճանապարհի կարևոր ուղղություն։ Եվ կարծում եմ Իրանում մտածող մարդիկ դա հասկանում են։ Մնում է հասկանալ ինչու են Հայաստանում ավելի շատ մտահոգները Իրանի համար, քան Իրանում Իրանի համար։ Դա մի հատ առանձին խնդիր է։ Շնորհակալություն ծրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Բորիս Նավասարդյանին։